ինքը պետական պարտքը շատ մտահոգվելու կարիք չկա, եթե մենք ինստիտուցիոնալ առումով ճիշտ հիմքերի վրա դնենք եւ հետևենք օրենքին։ Մենք անօրեն երկիր ենք այդ առումով։ Սահմանադրական նորմեր ենք խախտում պետական պարտքը ձևավորելու, հետո սպասարկելու առումներով։ Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում բացի մի խմբից եւ սա նոր երևույթ չի ցավոք սրտի։ Տեն չի որ ամեն ինչ պիտի բերենք պարտենք այս իշխանության վրա։ Շատ լավ ավանդույթ է ձևավորվել։ Ժամանակին երբ ես օրենսդիր էի, փորձեցի հասկանալ պետական պարտքը արտաքին մասը հատվածը հատկապես, որտեղ այն ժամանակ ներքին պարտքը շատ քիչ էր, չնչին էր։ Ինչպես է ձևավորվել, ինչի վրա է ծախսվել, որքանով արդյունավետ։ Օրենսդիրին գործադիրը, որ մեր ենթական է, չի պատասխանում։ Թափանցիկությունը այդ աստիճան է։ Նույն այսօր է, դուք չեք հասկանա։ Այն ինչ որ ծավալների առումով ունենք, ես դա սարսափելի չեմ համարում անկեղծ ասած։ Դա կարող ենք ասել կառավարելի է։ Բայց դարձյալ ինչ նպատակի է ծառայում, տեսեք, շատ ավելի պարզ ասեմ։ Պետական պարտքը ձևավորվում է հետևյալ կերպ։ Գործադիր իշխանությունը ելնելով պետական բյուջեի ծախսային մասից, թե ինչ նպատակներ ունի եւ չի բավարարում, ասում եմ, մեզ լրացուցիչ գումարներ են պետք։ Այս լրացուցիչ գումարների համար մտնում ազգային ժողով հիմնավորումներով, ասում եմ, որ խնդրում եմ տալ այսքան գումար, որպեսզի մենք առաջնահերթ այս խնդիրները կարողանանք լուծել։ Ազգային ժողովը քննարկումներ պիտի կազմակերպի, այդ թվում եւ փորձագետների մասնակցությամբ դրան հավանություն տա գործողի կառավարության ասի գնացել որոնեք ներքին եւ արտաքին աղբյուրներ, ներքին աղբյուրները պարտատոմսերն են հիմնականում, արտաքին աղբյուրներ արդեն կարող է լինել տարբեր կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ուղղակի փոխառու միջոցներ։ Դրանից հետո դարձյալ պիտի գա ազգային ժողով, ասի որ ես այսինչ աղբյուրներ ունեմ, այսինչ պայմաններով է, ընդունելի է թե ոչ, որովհետեւ եղել են պայմաններ, որոնք շատ ծանր են նստել Հայաստանի տնտեսության վրա։ Նոր քննարկումներից հետո բանակցությունների արդյունքում պետք է գալ ձևավորմանը պետական պարտքի, ասենք որ այսքան է եւ այսքան ժամկետում ընդ որում պետք է նաեւ մտցնել այնպիսի հոդվածներ առաջին հերթին, որ սպասարկեն այդ դրանց կատարումից պետական պարտքը երբ ձևավորվում է ուղղում է այնպիսի ոլորտներ, այդ թվում եւ արտադրական, որից ստացված արդյունքները նաեւ պետք է սպասարկեն եւ մայր գումարը եւ տոկոսները։ Այդպիսի փորձ մենք չունենք, այսինքն անգրագիտության մեջ ենք մենք գտնվում։ Եվ հիմա մենք միայն հետևանքների մասին ենք խոսում, ասում ենք այ պետական պարտքի հատկապես արտաքին հատվածը բա ոնց սպասարկենք։ Դա կարելի է սպասարկել, գիտեք ոնց են սպասարկում։ Այդ նույն ռելոկանտները, որ եկել են Հայաստան, գիտեք քանի տոկոսով գրպանվեց կամ այդ միջազգային կազմակերպություններին չտրվեց գումար։ Սրա մասին ոչ ոք չի խոսում։ 20%, այսինքն եթե պետք է $100 տային, $80 տվեցին, որովհետև արհեստականորեն արժևորվեց հայկական դրամը։ Ընդ որում ռելոկանտները հետ են գնում, բայց դրամը չի իջնում։ Սա էլ ուշադրություն դարձրեք։ Ընդ որում այդ գինը երբ որ դրամը բարձրանում է, գները պետք է իջնեն։ Բարձր արժույթի դեպքում տեղական գները բոլոր ապրանքների պետք է իջնեն, հատկապես այն ապրանքների, որոնց գնագոյացումը տեղում է կատարվում, ոչ թե համաշխարհային շուկայից ներկրվող ապրանքներ չեն։ Սա տեղի չունեցավ, այսինքն սպառողը Հայաստանի քաղաքացիները կրկնակի տուժեցին դրանից։ Հիմա պետական պարտքը սպասարկելիս նույն քանակությամբ դրամով ավելի շատ արժույթ ենք առնում եւ դրանով սպասարկում ենք։ Սրա մասին ով պիտի խոսի։ Պարշի որ ավելի սանձարձակ է դառնում ախորժակը, ովքեր որ սպասարկում են դա եւ ասում են բերեք, մանավանդ թափանցիկ չի, մենք մարդկանց աչքը կմտցնենք իրենց տված հարկի հաշվին կառուցած մանկապարտեզը դպրոցն ու ճանապարհը, կասեք, տեսեք ինչ ենք անում։ Իսկապես կա արդյունք, բայց ում հաշվին է, մեր հաշվին է։ Իսկ մեզ հարցնում են, միգուցե սոցիալական ոլորտ է պետք անել, միգուցե պետք է նամուս ունենալ վերջապես տատիկ-պապիկների այդ եկամուտը հասցնել նրան, որ նրանք սովից չմեռնեն, եթե միայնակ են։ Բերեք կենսաթոշակի այն չափը, որը բավարար է մարդուն մեր երկիրը կայացրած մարդուն սովից չմեռնելու համար։ Ինչա մենք հույս ենք դրել, որ իրենք զավակներ պարտադիր պիտի ունենան ու կերակրեն, բայց իրենք ինչի համար են աշխատել։ Մենք ինչի համար ենք աշխատել անդադ այդ գումարները վճարել
ժամանակին այս ուրեմն հիմնադրամին կամ այն հիմնադրամին խնդիրը մի քիչ ավելի համալիր է եւ ժամանակին Բրազիլիայի կրթության նախարարին հարցնում են բայց ձեզ մոտ այս խնդիրները կան ինչի չի լուծվում տարիներ շարունակ նա շատ իմաստուն պատասխան տվեց ասեց կրթությունը դա նաեւ հասարակության մեջ ձևավորված այդ միջավայրի արդյունք է մենք չենք կարող լոկալ խնդիր լուծել եթե միջավայրը եւ հանրությունը պատրաստ չի ավելի բարձր չափորոշիչների։ Հիմա ձեր թույլտվությամբ առաջի հարցին ասնեմ։ Այո։ Բարենային անվտանգությունը Հայաստանի Հանրապետության այն բացառիկ երկրներից է, որ բարձր ինքնաբավություն գոնե առանձին ապրանքների գծով կարող է ունենալ։ 10-11 ապրանքախմբեր կան, եթե նայեք վիճակագրության տեղեկագրքերում, որոնք առաջի անհրաժեշտության ապրանքներն են։ Եվ այստեղ եւս խնդիրներ կան այդ ամեն ինչի մեջ, որը չեն բարձրաձայնվում։ Ինչ են ասում մեզ։ Ասում են գնաճ, չէ՞։ Ինչու չեն ասում ինֆլյացիա, գիտեք։ Վաղուց ինֆլյացիա բառը չի օգտագործվում այստեղ։ Պատահականությունա ոչ։ Առաջի անհրաժեշտության ապրանքների ինֆլյացիան գոնե մենք պարտավոր ենք ունենալ եւ նախորդ կառավարություններին էլ ես հորդորել եմ, որ գոնե իրենց ներքին օգտագործման համար իմանան հացի գինը ինչքան է թռել, բարձրացել վերել, կատնամթեր, հավկիթ եւ այլ, որպեսզի այդ զամբյուղը, որը մենք անվանում ենք պարենային զամբյուղ եւ պարենային անվտանգություն պիտի ապահովենք, դրանք երկնիշ թվերով չաճեն, որտեղ այդ նույն կենսաթոշակառուն չի կարող չմեռնելու գինը վճարի դրա համար։ Միայն սնվելու, անտառի բնակչի կարգավիճակով, եմ ասում, հագուստ կամ տրանսպորտ եւ այլն։ Սա չի արվում 35 տարի շարունակ, որը պարտավոր ենք մենք պահանջենք, որ արվի։ Եվ այդ ապրանքատեսակների 85%-ի չափով միայն սուրճ, թեյ, մենք ինքնաբավ, եթե ուզում ենք ուրս դաղց օգտագործել թեյի համար, միգուցե, բայց մնացած տեսականի չեն կարող ապահովել, ոչ էլ սուրճը, շաքարի մասով էլ շատ չեն կարող, եթե ուզենանք կարող ենք հասնել այդ աստիճանի, շատ մեծ պաշարներ չի պահանջում։ Մնացած բոլորի գծով այդ թվում հացամթերք մենք կարող ենք ընդհանուր մինչև 80% եւ ավելին ունենալ։ Մենք ժամանակին այլընտրանք հետազոտական կենտրոնով Հայաստանի բոլոր մարզերում, բնակավայրերում, որտեղ մշակում են ծորեն, հացահատիկ, ընդ որում ավանդական այդ գյուղացիական տնտեսությունների հետ շփվել ենք եւ հասկացել ենք, թե ինչքանով ինքնաբավ կարող է լինել։ Եվ այն ժամանակ դեռ ասեմ նաեւ, որ Արցախից մենք տարին 2 անգամ բերք բերում Հայաստան, ավելի որակով, քան այսօր ստացվում է տարբեր երկրներից ներկրված։ Հիմա այս պայմաններում գոնե կեսից ավելին կարելի է ապահովել եւ մնացածը բազմազանեցնել։ Մենք ունենք փայլուն հնարավորություն գյուղատնտեսությունը հասցնել այն մակարդակի, որ հարևան երկրների սպառման հաշվին հայ գյուղացին, գյուղացիական տնտեսությունը ունենա նաեւ գիտատար արտադրություն եւ վերամշակումը գյուղմթերքների կարողանա բարձր մակարդակի հասնել։ Ղազախստանը ես իզուր չեմ նշում։ Արդյունաբերական գյուղատնտեսությունը ինդուստրիալիզացիայի են անցել եւ շարունակվում է դա, անդադ շարունակվում, այդում եւ հայ ներդրողներ ունեն դա։ Հիմա կարող ենք մենք դա անել, թե ոչ։ Միջպետական պայմանագրեր ունենք, չզարմանաք։ Այդպիսի պայմանագիր ես չեմ տեսել Իրաքի հետ, օրինակ։ Այնքան Իրաքի կառավարությունը տպավորված էր որակով գյուղմթերքին Հայաստան։ Եվ միրգ, եւ բանջարեղեն, եւ մսամթերք եւ այլն։ Պարզ գրված է, այսօր էլ կարող եք բացել կարդալ։ Իրաքի կառավարությունը պատրաստ է, ուրեմն մասնավոր ներդրողներով, ներմուծողներով եւ այլն, ներմուծել այնքան գյուղատնտեսական մթերքներ, ինչքան կառաջարկի Հայաստանի Հանրապետությունը։ Գիտա ֆանտաստիկ ոնց որ գրականություն կարդաց։ Սրանից ավել մենք ինչ ենք ուզում։ Մենք դա գոնե արել ենք, որ խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, բազմազանեցման մասին, կախվածությունը թույլատնելու Եվրասիական միությունից կամ Եվրամիությունից չենք անում, քայլ չենք, բարձ քայլեր են։ Գյուղատնտեսական ինստիտուտներ փակել։ Հաջողությամբ դեգրադացրել ենք, մենք զոոտեխնիկների պահանջ ունենք, ինչի չենք կրթում դա։ Եթե ուզում եք եւ այլն, տարբեր։ Ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ, նույնիսկ այն ապրանքները, որոնք մենք կարող ենք ասել մրցունակ են, մենք չենք կարողանում դա մատուցել ոչ ներքին շուկայում, ոչ արտաքին շուկայում։
դրոններ չունենք կամ հնարավորություն չունենք դա ստեղծելու, բայց այդ մասնագետների մեկը պետք է շանտեր դնի շատ ներողություն, թե նրանք մենակ Իսրայելի վրա պիտի աշխատեն։ Ես դրա համար 28 տարի աշխատելով այդ տնտեսական դիվանագիտության վրա, դա արվեստ է, դա շատ կարևոր արվեստ է, ինչպես եղածը կարողանաս մատուցել, որպեսզի վաճառվի։ Մենք եթե մեր մասին, եթե սխալվում եմ, ուղղեք ինձ, Հայաստանի ապրանք արտադրողների, ծառայություն մատուցողների մասին ռուսներից կամ այլ ազգիներից լսում ենք, թե ինչ կա Հայաստանում, չէ՞, զարմանում ենք, ասում ենք ոնց թե մենք սրա մասին չգիտենք։ Ուրեմն մենք այդքան հետ ենք գնացել, որ չենք կարողանում մատուցել, տնտեսական դիվանագիտությունը դրա մասին է։ Ես փորձեմ գիրքը ներկայացնել, եթե կարելի է խոշոր պլանով ցույց տվել գիրքը, սա պարոն Մանասյանի վերջին գիրքն է, տնտեսական դիվանագիտություն, պատմական Հայաստանից մինչև թվայնացման դարաշրջան։ Ուրեմն նախ գամ այն հարցին, որ խոսում էին ներքին ներդրողների համար, հա։ Իրականում այդ խնդիրը կա, ես երբ որ Քենիա հրավիրեցինք Դուբայի թագավորական ընտանիքը, որպեսզի գային եւ Մոմբասայի նավահանգիստը նոր տերմինալներ սարքեն 50 տարի բիոտի, պատվիրակությունը եկավ եւ միանգամից արեցին։ Հայաստանում երբ որ ես ընկերներիս կանչում եմ, իրանք ասում են՝ «Բա Արտակ ջան, դու ինչի մի հատ ձկնաբուծարան ընդամենը ունես»։ Ու բացի դրանից իմ մեղադրականների մեջ դրված է փաստաթղթեր, ինվեստիցիոն ծրագրեր եւ քննիչները դատախազը դատանում ասում էին այս ինվեստիցիան, որ ինքը ուզում է բերի Հայաստան, Հայաստանի բյուջետի կրկնապատիկն է, ոնց կարելի է թողել։ Այսինքն դատանում, երբ որ ես ասում եմ, բա ուրիշ տեղ ինձ շքանշան են տալիս, ինձ տեղ մեղադրում եք, դատավորը ասա, չէ, ես չգիտեմ ինչի են նույնիսկ այս փաստաթղթերը դրել։ Ուզում ասեմ, տեսեք ինչ վտանգավոր եղել են փորձեր, երբ որ Հայաստանում չենք եղել, պատվիրակություն ենք ուղարկել, անունները չտամ, այդ մարդիկ ասել են, ախպորս կդնես հետդ պարտնյոր, քեզ ձեռ չեն տա։ Այդ արտասահմանցին եկել էր, ինձ հարցնում էր, ինձ ինչի պիտի ձեռ տան։ Ես այդ մարդունը տենց էլ չկարողացա բացատրել ինչի պիտի ձեռ տան, ու իհարկե ինվեստիցիան չկատարվեց։ Աշխարհում կա ծրագիր, պետք չի ոնց որ Հայաստանում պետք է մտցնեն ազգային ժողով, կոչվում է Foreign Investment Bureau, ոնց որ են one stop օֆիսներ են, մեզ Պակիստան էին հրավիրել, իհարկե մենք մերժեցինք, Պակիստանում գալիս ես, նայած որտեղ է քո բիզնեսը, սահմանամերձ 50 տարի, ոչ սահմանամերձ 25 տարի, ինչքան աշխատավուժ է ընդգրկվելու այսքան տարի առանց հարկի, մի խոսքով։ Մեր ծրագիրը, որ մենք ենք առաջարկում 3 տարվա մեջ փուլային Հայաստանը սարքել ազատ էկոնոմիկական գոտի առանց հարկերի փուլային, սկսել առաջին հերթին այս պետությունը պետք է ընդհանրապես մաքսային ծախսերը հանի նավթամթերքի բենզինի վրա եւ հակամոնոպոլիան հետևի, որպեսզի սենց գեր շահույթներ չունենան այս երկրի այդ կազմակերպված բենզինի մաֆիային ասում, ինչ են ասում, եւ իրոք 3 տարում այս երկիրը սարքել investment hub, ինվեստիցիաների, իհարկե մենք շատ վտանգավոր գոտում ենք այսօր գտնվում, Ռուսաստանը պամիդոր չթողելով հարցեր է լուծում քաղաքական կամ այդ իրանց ուգլևադարոդնի ստրկությունը, որ աշխարհում դրել է Պարսկաստանում, այսօր արդեն վառ երևում է, որ միգուցե սխալվում եմ, բայց կտրուկ իշխանություն է փոխվելու, կմնա Պարսկաստանը խորքային պետություն, որը որ այսօր ինքը խորքային է, այսինքն կապ չունի, թե ով կգա ղեկավար, կլինի Հայաստանի եւ Հայաստանի սահմանների մասին նույն դիրքորոշումը կունենա Փահլևանին, թե չի ունենա այդ կտրուկ փոփոխությունները շատ վտանգավոր են։ Ռուսաստանը, որ հայտարարում էր, որ SVO, հա, հատուկ ռազմական գործողությունը անում այսօր անցավ ամսի 11-ին հայրենական պատերազմի չափ ուղիղ
ուղիղ հայրենական պատերազմի չափ ինքը այդքան օր կռվի մեջ է գտնվում Վենեսուելան, որ այս էլիտաներին արդեն վախեցրեց, որ քարերի հետևը պահկվելու բան չի ու Տրամփն էլ իմիջայլոց դավադրության տեսություն չի թողում են կողքից, որ սենատորները ասում են հականարկոտիկ, ինքը ասում է, չէ, մենք մտել ենք նավթի համար, այսինքն այդ մարդը չի թողում, որ հետևից դավադրության տեսություն խոսան, ասեն իրականում մտել են, մարդը ուղղակի ասում է, մենք մտել ենք նավթը, իրանք չէին կարում, այսինքն կոնտեստադորներ են, էլի, նոր կոնտեստադորներ են, մտել են 200 տարվա երկրում նավթի համար հարց են լուծում, հիմա Ռուսաստանը, որ էլ եմ ասում, խմիչք փագելով, պամիդոր փագելով, այսօր հարց է լուծում, Պարսկաստանը այսօր սենց է, արևմուտք արևելք դե պարզ է, մեր արևմտյան դաշնակիցը ինվեստիցիա անում Պարսկաստանում հեղաշրջման, Թուրքիան ասում է հակառակը, ես օգնելու եմ, որ ռեժիմը մնա, այսինքն սենց մեծ խաղերում մեր տնտեսությունը շատ վտանգված է, իրոք վտանգված է, գոյատևել մենք չկարողացանք այս 30 տարվա պատերազմում բլոկադայից դուրս գայինք, այն որ այն ժամանակ մեր գեներալներին կանչում էին և ձերբակալում էին տնային կալանք էին դնում, որ նրանք խոսում ենք չկրթված գեներալ մանվել, բայց նրանք ներքին վնաս էին ունեցել, որ պետք էր այս բլոկադան քանի կարող էինք ճեղքեինք, մենք չկարողացանք ու ստորագրեցինք փաստաթուղթ, եթե այդ փաստաթուղթը ստորագրել, պետք է լիներ մեկ պայման, հակա այդ բլոկադայի դեպքում նոր կարող ենք ստորագրել և կանգնել, դավադիր իշխանություններ չգիտեմ ինչ էր, մեզ 30 տարի արդեն վտանգավոր վիճակի մեջ, մենք դարանք թույլ օղակը, իսկ աշխարհը այսօր թույլ օղակներին հեռացնում է։ Հիմա էլի եմ ասում։ Չի վհատվել, որտեղ այն ինչ-որ անում է ներկայիս իշխանությունը, շատ նորմալ, իրավական օրինական ձևով, այդ ողորմյա քաղաքացիները։ Աշխարհին մենք պետք է ցույց տանք իրական այլընտրանքը, ընդունելի այլընտրանքը եւ Հայաստանի համար, եւ տարածաշրջանի, եւ աշխարհի համար։ Այդ կոնցեպտի մասին պետք է միասնաբար մենք մտածենք եւ կարողանանք ճիշտ ներկայանալ, ճիշտ դիրքավորվենք։ Իհարկե, համաձայն եմ, բայց այսօրվա իշխանությունը, եթե նախ այն որ խաղաղությունն է քարոզում, այսինքն այն հները իզգո են դարել, իրոք են հին ձևը աշխարհը չէր ընդունում, որ գնում հասնում են Ամերիկա, ասում են մենք եկել ենք կարողա, այսինքն այդ ձևը աշխարհը չընդունեց, դրանք իզգոյ դարան։ Այս մեկը եկել է ձևական, ասում է խաղաղություն ու աշխարհը ընդունում է այս փափուկ ձևը ու աշխարհի համար էլ մեկ է։ Հիմա եթե մենակ Բաղրամյան կամ ասենք Մաշտոցի Պողոտան թողեն սրանց ու սրանք էլ ասեն մենք Հայաստանի ղեկավար ենք, իրանք համաձայնվել են, դուրսն էլ ասել է դե եթե այդպես է համաձայնվեք։ Այսինքն մեր ծրագիրը իհարկե էլի եմ ասում, գոյատևել իրանց մոտ այս արտաքին քաղաքականության մեջ կա դրական բաներ գոյատևելու, հա, այս չգիտեմ գիտականորեն են անում, թե ներքին գազանի բնազդ է, բայց գալիս է մի մոմենտ, գալիս է մի պահ, որ այս իշխանության վարած քաղաքականությունը ուրիշի կոնֆլիկտը հրավիրելու է մեր հող։ Նամանավանդ, եթե հիմա Պարսկաստանում ասում եմ կտրուկ իշխանափոխություն լինի, Ռուսաստանից էլի եմ խոսալու ընդեղ հարց չկա, մարդիկ մտել էին ֆաշիզմի դեմ պայքարելու, այսօր իրանք ֆաշիստ են դառել, այսօր հիշում եմ այդ Խատինի ավերված տները մենակ ծխնելույզները ու նայում եմ Ուկրաինան նույնն է, այսինքն մենք շատ հասկանալի է։ Արդյոք մենք չենք գիտակցում, իսկապես չենք գիտակցում, որ խաղաղություն բառը ինքը շատ խաբուսիկ, իլյուզոր այո, իրաց մոտ զիջողականություն է։ Խաղաղությունը ինքը հետևանք է անվտանգության։ Իհարկե։ Մենք ոչ մեկս, նույնիսկ այդ գրագետ շերտը հասարակության, ես ապշում եմ ուղղակի մեր հանրության վրա։ Մտավորականությունը լռել է։ Ինձ
պատիվա վիճակվում տարվա մեջ գոնե 4 անգամ նրանցը շփվելու իրենց փորձագետների հետ Ադրբեջանի, նաև թուրք փորձագետների հետ։ Պետության կողմից լիազորված անձինք, ովքեր ներկայացնում են Հայաստանի պետությունը, խաղաղություն բառից բացի ուրիշ բան չգիտեն եւ ընդ որում իրենք են շեշտում Զանգեզուրի միջանցք, որ անթույլատրելի բառակապակցություն է։ Խաղաղությունը մենք պետք է հասկանանք, որ անվտանգության հետևանք է։ Ով պիտի խոսի անվտանգության մասին, այդ թվում եւ տնտեսական անվտանգության մասին։ Եթե այդ սպառնալիքները մենք չտեսնենք, չգնահատենք, դրա վնասազերծման ուղղված քայլեր չձեռնարկենք, չխաղաղության մասին է։ Ես արդեն սկզբում ասացի, կախվածություն են ստեղծելու, եթե զուտ տնտեսություն ենք վերցնում, բայց տնտեսություն չկա բացարձակ առումով, կա քաղաքատնտեսություն։ Հետո նոր սոցիալական տնտեսություն։ Այդ քաղաքատնտեսությունը իրար կապակցված է։ Թրամփը այնքան գրագետ է, որ հստակ մարդկանց ասում է, այո, ոչ մի պատրանք չի թողնում։ Ասում է ռեսուրսների պայքար է ժամանակակից աշխարհը։ Ես ռեսուրսների համար բաց եւ արդար բիզնեսմենի, գործարարի տրամաբանությամբ պայքարում եմ եւ ՆԱՏՕ-ին չեմ տալիս ֆինանսավորում, որովհետեւ իմ հաշվին են ապրում։ Չեմ տալիս այն միություններին, USAID միություններին, որովհետև իմ հաշվին չգիտեմ ինչով են զբաղված։ Ես ունեմ խնդիր ամերիկացի ժողովրդին պահել բարձր մակարդակի վրա անվտանգություն եւ բարեկեցություն։ Ահա այն ինչի համար ցանկացած երկրի ղեկավար երթվում է սահմանադրության եւ սուրբ գրքի վրա դրդելով։ Ահա, ես ունեմ խնդիր ձեզ խաղաղություն բերեմ, որ ձեզ չմորթեն։ Բայց անվտանգության արդյունքում դա պիտի լինի։ Որն է դա երաշխիքը։ Կներեք, ես ուզում եմ 2 րոպե ձեզնից խնդրեմ։ Տեսեք, եթե մենք գնում ենք այդ կապիկություն անելու ճանապարհով, կներեք, որ այսպես ռեյիկ ասում, բայց նմանակելով, հա, մյուսներին, թե ինչպես են մյուսները ճանապարհն անցել, գոնե գրագետ նմանակենք։ Եվրոպացիները չգնացին խաղաղության միանգամից, այլ գնացին սպառազինությունները վերահսկելու ճանապարհով, ուղղեք ինձ եթե սխալվում եմ։ 51 թվականին ստեղծեցին Ածխի եւ Պողպատի միությունը, Ածուխն ու Պողպատը ռազմաարդյունաբերության մեջ օգտագործվող ստրատեգիական հումքներ, սկսեցին վերահսկել մեկը մյուսի ռազմաարդյունաբերությունը, հետո 51-ից 57 թվական մեծ ճանապարհ անցան, որից հետո 57-ին Հռոմի դաշնագիրը ստորագրվեց, որից հետո նոր եկան ազատ շուկայի եւ այլ եւ այլ։ Այսինքն գոնե դաս սովորեն այս անգրագետ մարդիկ, հասկանան թե ինչ ճանապարհ են անցել ժամանակակից երկրները, ժամանակակից աշխարհը, ինչպես է եկել անվտանգության որոշակի կոնցեպտի, որը էլի խնդիրներ ունի, անգամ Եվրոպան այսօր խնդիրներ ունի, բայց գոնե կարողացել է մի քանի տասնամյակ պահել այդ ժողովուրդներին եւ բարեկեցությունը դրա շնորհիվ անվտանգության շնորհիվ բարձրացնել։ Մենք բաներ ունենք սովորելու մեր իսկ հայրերից, պապերից, պատմական Հայաստանից, երբ որ նայում ենք, Մատենադարանում ես տարիներ եմ անցկացրել հասկանալու, կարդալու, թե մենք ի վերջո ո՞նց ենք գոյատևել։ Չէ՞ որ դա պատահականություն չի կարող լինել եւ Աստծո կամքը իհարկե կա, բայց մենք ունեցել ենք Սմբատ Սպարապետ, մենք ունեցել ենք այլ մեծեր, որոնք կարողացել են ամենածանր ժամանակահատվածներում մոնղոլ թաթարները եւ Ռուսաստանը 2 դար գրավել են, անպարտելի Ռուսաստանը, կարողացել է Կիլիկյան Հայաստան ոչ միայն փրկել այդ արհավիրքից, այլ նաեւ առաջ տանել։ Կարող ենք մենք տնտեսական դիվանագիտությամբ առաջ գնալ։ Այստեղ շատ ներողություն թող չստացվի գովազ, բնավ։ Պարզապես ուզում եմ ասել, որ այդ 28 տարվա մեջ նաև մենք քննարկումներ ենք ունեցել իմ գործընկերների հետ Հայաստանում եւ դրսում եւ տեսլականը ֆիքսված է։ Կարող ենք ավելի լավը ձևակերպել, անենք, բայց առանց տեսլական ապրել չի կարելի, առանց զարգացման, ոչ միայն տնտեսական, պետության զարգացման։ Վերջացնում եմ։ Թուրքիան ունի կարմիր գիրք, 100-ամյակների համար գրված կարմիր գիրք, որը կարող է կոսմետիկ փոփոխությունների ենթարկվել ընդամենը մի քանի տասնամյակը մեկ անգամ։ 4 տարիներ հշեցիք։ Ինչի մասն է, ինչ 4 տարի։ Մենք չենք չհասկանանք, մեր եթե հին ժողովուրդ ենք, գոնե 10-20 տարի առաջ չնայենք, սա միտումնավոր է արվում, որպեսզի մենք իրականությունից կտրվենք եւ ընթացիկ հարցերի վրա մեր ուշադրությունը։ Որովհետեւ Թուրքիան ուզում է դառնա քաղաքակրթություն։ Դարձել է։ Ամերիկան առանձն անում է, առանձին քաղաքակրթություն է դարձել։ Եկեք բաց աչքերով նայեք Թուրքիան, 100 միլիոնանոց Թուրքիային։
Եվ դրան գումարեք անպայման Ադրբեջան եւ թուրքական աշխարհ։ Իսկ մենք քանի որ քաղաքակրթություն դաժե չենք էլ մտածում, որ մենք տենցին ենք, դրա համար 4 տարի նորմալ է։ Մենք տեր չենք կանում։ 4 տարի նորմալ է, որ դասագրքերով եւ այլն, ասենց մարգարիտները խոզերի առաջ ենք շփրտում։